Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ մեր հրատապ ասուլիսին ներկայացել եք, եկել եք, հիշեցնեմ, որ ասուլիսը պայմանավորված է առաջին հերթին Նարեկի առողջական վիճակով, որը հանրությանը հրատապ ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել, երեկվանից մենք դրա մասին արդեն խոսում ենք ավելի մանրամասն, հիշեցնեմ, որ արդեն 9-րդ օրն է Նարեկը գտնվում է հացադուլի մեջ, ես և իմ գործընկեր Աստղիկ Մաթևոսյանը, հատկապես Աստղիկը, որ գրեթե ամեն օր, նույնիսկ գրեթե բառը չասեմ, ամեն օր Նարեկին այցելում է, օպերատիվ նաև կարող է տեղեկանալ իրավիճակի մասին և տեղեկացնել իրավիճակի մասին ձեզ, և ես ևս որոշակի պարբերականությամբ այցելում եմ և մենք երեկվանից արդեն առողջական վիճակի մասին ենք խոսում։ Ես կուզեի հիշեցնել, որ ուղիղ 1 ամիս առաջ մենք նույնպես ասուլիսի էինք, նաև Արսեն Բաբայանն էր, Լուսինե Առաքելյանն էր, իդեպ Արսենը հրատապ զբաղվածության պատճառով չկարողացավ այսօր գալ և մենք պատրաստվում ենք նաև խոսել գործի ընթացքից, ես շատ կարճ ինքս կներկայացնեմ և այն ժամանակ մենք բովանդակային առումով ներկայացրեցինք գործի ողջ անհեթեթությունը, այն գործի, որի հիման վրա Նարեկը և Վազգենը անազատության մեջ են, որի պատճառով Նարեկը հայտարարել է հացադուլ, անժամկետ հացադուլ։ Եվ այսպես կարճ գործի մասին եմ ուզում խոսել, այս պահի ընթացքի մասին, մենք հունվարի 9-ին ունեցանք առաջին դատական նիստը, այդ օրը արդեն իսկ մենք ստացել էինք վերաքննիչ դատարանի, Նարեկի մասով վերաքննիչ դատարանի որոշումը առաջին կալանքի վերաբերյալ Մասիս Մերքոնյանի, դատավոր Մասիս Մերքոնյանի կողմից որոշված, ճիշտ է, որոշումը օրենքով սահմանված ժամկետում ավելի շուտ պետք է մենք ստանայինք, բայց դատարանը ծանրաբեռնվածության պատճառով հետաձգեց և այդ ընթացքում գործը մտավ դատարան, որի հետևանքով դատարանի հետևությունները այլևս ըստ նախադեպի, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, բայց ամեն դեպքում նախադեպը գործում է Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանը նշեց, որ ինքը այլևս չի կարող փոխել Նարեկ Սամսոնյանի խաբման միջոցը, քանի որ արդեն գործը թևակոխել է հաջորդ վարույթ, այսինքն միջդատական վարույթից կամ նախաքննությունից դատաքննություն և դրա հետ մեկտեղ նաև արձանագրեց հստակ Նարեկ Սամսոնյանի իրավունքների խախտում, արձանագրեց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ դեռևս նոյեմբերի 14-ին, այսինքն ձերբակալման իսկ օրը, հաջորդ օրը, երբ կայացվել է որոշում, այն եղել է նրա իրավունքների խախտմամբ և այդ օրը պետք է նշանակվեր ոչ թե բանտային, այլ տնային կալանք, որի հետ էլի մենք համաձայն չենք, մենք կարծում ենք առհասարակ այստեղ հանցանք չկա և առհասարակ որևէ խաբման միջոց պետք է չլիներ, բայց այնուհանդերձ վերաքննիչ դատարանը արձանագրել էր Նարեկ Սամսոնյանի իրավունքների խախտումը։ Եվ այս պայմաններում մենք ունենք վստահություն, որտեղ հակառակ պրակտիկա ուղղակի գոյություն չունի, որ Արաչի դատարանը չի կարող ուղղակի շարունակել բանտային կալանքը։ Չի լինում այդպես։ Երբ որ իրավունքի խախտում է արձանագրված լինում, ուղղակի այդպես չի լինում։ Այն դեպքում, երբ որ նոր հանգամանքներ ուղղակի հայտ չէին եկել և իրականում չէին էլ կարող հայտ գային։ Հրապարակային դատական նիստ էր, բոլորը ովքեր որ ցանկանան կարող են տեսնել դատախազի ելույթը, այն բացառապես վերաբերում էր այն նույն հանգամանքներին, որոնք որ նախապես ներկայացվել են, իհարկե ռիսկերը նաև նվազել են նախաքննությունից դատաքննություն տեղափոխվելու արդյունքում, բայց մեր համար անսպասելիորեն կայացվեց բանտային կալանքը 3 ամսով երկարաձգելու մասին որոշում և Նարեկ Սամսոնյանը տեղում հայտարարեց հացադուլի մասին։ Ուզում եմ հերթական անգամ, գուցե ավելորդ անգամ նշել, որ այդ որոշումը ոչ թե եղել է հախուռն և այդ պահին կայացված, այլ նախապես կայացված որոշում է եղել, գիտակցված որոշում է եղել, Նարեկ Սամսոնյանը որոշել է այս ծայրահեղ միջոցի դիմել, նաև հաշվի առնելով գործի աբսուրդայնության գերագույն աստիճանը։ Այդ մասով մենք ամբողջովին կիսում ենք, որ մենք գործ ունենք աբսուրդայնության գերագույն աստիճան ունեցող գործի հետ, որի պայմաններում Նարեկ Սամսոնյանին նկատմամբ կիրառվել է ամենածայրահեղ խաբման միջոցը, նա էլ դիմել է ամենածայրահեղ բողոքի գործողության։ Այսքանը գործի հետ կապված։ Մենք ստացանք դատարանի որոշումը, դատարանը իր որոշման մեջ շեշտադրել էր հանցանք կատարելու ռիսկը
Սակայն դատողություններ էր արել, որոնք որ հենց հակառակի մասին են վկայում։ Մասնավորապես նշել էր, որ հաշվի է առնվում նախորդ փորձը, այնինչ նախորդ փորձը հաշվի առնելով լրիվ հակառակ որոշումը պետք է կայացվեր, որտեղ նախորդ փորձը բացառապես վերաբերում է նրան, որ նույնա ոչ թե նույնանման, այլ մոտ հատուկ եմ ուզում նշել, որտեղ հայհոյանք այս դեպքում ընդհանրապես չկա։ Հետույք բառի համար են մարդուն դատում։ Նախորդ վարույթով նրա նկատմամբ կիրառվել էր վարչական հսկողություն, արգելվել էր որոշակի խոսքի ազատության որոշակի դրսևորումներ եւ որևէ խախտում թույլ չէր տրվել։ Բայց եթե այդպես է նախորդ փորձը հաշվի առնելով, ինչու նույնը չի կատարվում։ Ինչևէ, իրավական մասով ասել, որ մենք բողոքարկելու ենք այս բոլոր որոշումները, բայց այստեղ հրատապությունը դրանով չի պայմանավորված, սա ուղղակի որպես նախաբան կարող եմ ասել։ Հրատապությունը պայմանավորված է առողջական վիճակով եւ ես հիմա ձայն եք փոխանցեմ Աստղիկին, Աստղիկը կներկայացնի առաջին դեմքով Նարեկի խոսքը այս հարցի հետ կապված, որից հետո արդեն մենք մեր դատողությունները կանենք եւ կնշենք, թե ինչ ենք պատրաստվում անել եւ իհարկե կպատասխանենք ձեր հարցերին։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, ինչպես պարոն Մելիքյանը նշեց, այսօրվա հրատապ-ասուլիսը պայմանավորված է ոչ թե դատավարական ողջ գործընթացի ապօրինությունները, որոնք շարունակաբար տեղի են ունեցել, այլ առավել հրատապ հանգամանքով, որն է Նարեկ Սամսոնյանի հացադուլը եւ առողջական վիճակի որոշակի հանգամանքներ, որոնց մասին Նարեկը գիշերը քրեակատարողական հիմնարկում հոդված է հրապարակել, այսօր առավոտյան հրապարակվել է եւ հիմա կընթերցեմ, ինչպես Մելիքյանը նշեց առաջին դեմքից, որից հետո արդեն առավել մանրամասն կանդրադառնանք դրա հանգամանքներին։ Ընթերցում եմ Նարեկ Սամսոնյանի հոդվածը Արմավիր քրեակատարողական հիմնարկից 6-րդ պատժախցից։ Հացադուլ օրիններորդ առողջությանս հետ կապված խնդիրների մասին։ Ջերմ ողջույններ Արմավիր քրեակատարողական հիմնարկից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին եւ ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ մինչև մեզ այս ազատությունից ապօրինի զրկելը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Քանի որ ռեժիմն ինձ հետույք բարի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ։ Իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը եւ մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին Արմավիր քրեակատարողական հիմնարկ այց կատարելու համար։ Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին եւ ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու եւ զննելու ինձ։ Այսինքն դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում եւ ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։ Այսինքն, ինձ առանց հանցակազմի արկայության պահում են ուղղակի գերության մեջ, Վերադաս Ատյանն ասում է, ապօրինի եք կալանավորել։ Դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս։ Հետո ինձ հացադուլավորից տեղավորում են պատժախոց, իսկ արդեն հիմա ասում են 10 օրից շուտ չեն կարող տեղափոխել, կարգն է այդպիսին։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։ Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Ոչ թե նրանց, ովքեր 2018-ից անցել են պայքարի բովով, կամ նրանց, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ռեժիմի անմարդկային էությունը, այլ նրանց, ովքեր միշտ հեռու են եղել քաղաքականությունից ճակերտների մեջ։ Այս ամենը ես ցանկանում էի մտցնել միջազգային հանրության փակ աչքերը, ինչն էլ այս ընթացքում արել է Anti-Fake-ի թիմը հայտնի քաղաքական եւ հանրային գործիչների գործուն աջակցությամբ։ Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է, եւ վստահաբար դեռ առաջիկա օրերին հատակի հատակից անդին է իջնելու։ Հիմա այս ամենի պատասխանատուների մասին։ Առավել քան վստահ եմ, որ ոչ Արմավիր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, ոչ էլ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի ղեկավարությունն այս ամենում շահագրգռված չեն, անգամ սրտացավ են։ Բայց այն մարդիկ, ովքեր ապօրինություններ թույլ կտան, ապագայում անձնական պատասխանատվություն են կրելու այս ամենի համար։ Նույն հաջողությամբ թե դատախազությունում, թե դատական համակարգում, թե քննչական կոմիտեում վստահաբար կան առաքինի եւ իրենց մասնագիտությունը հարգող մարդիկ, բայց նրանք, ովքեր թաթախվել են քաղաքական հետապնդումների եւ ռեժիմի հրահանգները կատարելու պարտականության մեջ, ապագայում աներկբայորեն պատժժվելու են դրա համար։ Ես այս ամեն ինչին շարունակում եմ քնծիծաղով նայել եւ անկեղծ ասած վստահ եմ, որ առջևում դեռ նոր անակնկալներ են լինելու։
Ես այդ անակնկալներին սպասում եմ, քանի որ գնալով ավելանում է այս ամենի անհատական պատասխանատուների ցուցակը։ Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա, ինչ կար, ասվել է։ Բայց ինչպես ասում են, խորհրդային բռնաճնշումների պատվիրատուն Ստալինն էր, բա այդքան մատնագիր գրողներն ովքեր էին։ Հետգրություն։ Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել։ ՄԻՊ-ը չի այցելել, չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր։ Լավ մնացեք եւ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ։ Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, Հացադուլի 9-րդ օր, ապօրինի կալանքի 65-րդ օր, Արմավիր ՔԿՀ, թիվ 6 պատժախոց, 17/01/2026 թվական։ Ես իմ մասով ասեմ, որ ինչպես կալանքի երկամսյա ժամկետի ընթացքում, այնպես էլ Հացադուլի ողջ ընթացքում ամեն օր տեսակցել եմ Նարեկ Սամսոնյանին եւ ինչպես մեր ամենօրյա ակցիաների ընթացքում, այնպես էլ հիմա ասում եմ, որ բնականաբար Հացադուլը իր հետևանքներն առաջացնում է, չի կարող 9 օր հաց չկերած մարդը լինել նույն էներգիայով, նույն կարգավիճակում, ինչ ամեն օր նորմալ սնվող մարդը, նորմալ ընթացակարգով սնվող մարդը։ Այո, Նարեկ Սամսոնյանը Հացադուլի քայլին դիմել է գիտակցված, այդ քայլին դիմել է որպես վճռական բողոքի նշան, ի հակադրություն տեղի ունեցող ապօրինությունների, որոնց պայքարելու դեմ անազատության մեջ գտնվող անձը չի կարող այլ բան անել, քան Հացադուլի դիմելը։ Նա ազատության մեջ չէ, որ պիկետանի, ակցիանի, բողոքի այլ ձևով փորձի պայքարել իրեն ապօրինի ազատությունից զրկելու դեմ։ Եվ սա ընդունված պրակտիկա է։ Կալանավորները, ովքեր որ ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, ապօրինությունների դեմ դիմում են Հացադուլի։ Սա գիտակցված ընտրված քայլ է Նարեկ Սամսոնյանի կողմից։ Նարեկ Սամսոնյանը մտքով, հոգով շատ ուժեղ է այս ամբողջ ընթացքում, այդ թվում եւ Հացադուլի 9-րդ օրը, բայց բնականաբար առողջական վիճակի վրա այդ ամենը ազդում է։ Էլ չեմ ասում, որ այն վիրահատական միջամտության հանգամանքներն են գումարվում Հացադուլի հանգամանքին, որը որ եթե սովորական պայմաններում այդ վիրահատական միջամտությունը գուցե հնարավոր լինել 3 օր հետո, 4 օր հետո կազմակերպել, բայց Հացադուլի պայմաններում ամեն օրը դառնում է գումարած 10 օր, այսինքն հրատապության հարցը դրսևորվում է դրանում։ Ես այսքանով սահմանափակվեմ, եւս մեկ անգամ կրկնեմ, որ Նարեկ Սամսոնյանը մտքով, հոգով ամուր է, վճռական է իր Հացադուլի մեջ, բայց առողջական վիճակով պայմանավորված եւ Հացադուլի հանգամանքներով պայմանավորված հետևանքներ են առաջացել, որոնց մասին արդեն ավելի մանրամասն կխոսի պարոն Մելիքյանը։ Շատ լավ, ես հիմա